Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, CVKM-ի տաղավարում տնտեսագետ, քաղաքական վերլուծաբան Բագրատ Առաքելյանն է, բարև ձեզ պարոն Առաքելյան։ Բարև ձեզ։ Մեր հեռուստադիտողներին նաև տեղեկացնենք, որ դուք Չեխիայում եք բնակվում, կարճատև այցով Հայաստանում եք եւ մենք շատ շնորհակալ ենք, որ ժամանակ գտաք մեր տաղավար գալու համար։ Ես եմ շատ շնորհակալ։ Պարոն Առաքելյան, Հայաստանում կարծես չհայտարարված նախընտրական շրջան է, վաղ շաբաթում տեղի ունեցան ընտրություններ, իշխող ուժը կարողացավ միանձնյա իշխանություն ձևավորել այնտեղ, եւ շատերի կարծիքով սրանք նաեւ նախերգանք էին գալիք համապետական ընտրություններին, դուք արդյոք կիսում եք այս մոտեցումը թե ոչ, եւ հետեւելով այժմյան կոնյունկտուրային քաղաքական դաշտի, ինչ կարող ենք սպասել։ Իհարկե, դա որոշակի ինչ-որ մեզ ինֆորմացիա տվեց ընդհանուր մեր էլեկտորատի կարծիքների մասին եւ հավակնությունների մասին։ Ես պետք է արձանագրեմ, որ ընտրությունները շատ բարեհաջող անցան։ Իմ դիտարկումը առաջին հերթին վերաբերվում է նրան, որ ընտրությունները թափանցիկ էին, որ ոչ մի ինչ-որ ընտրակաշառքների կամ ինչ-որ տես նման մանիպուլյացիաների եւ մախինացիաների հնարավորությունը գոյություն չուներ կամ տեղի չունեցավ ամենայն դեպս եւ այն որ իշխող կուսակցությունը ինքը ստացավ կոնկրետ Վաղարշաբաթ քաղաքում ժողովրդի մանդատը իմ համար դա դրական նշան էր, բայց այնուամենայնիվ մեզ սպասում են էլ ավելի մեծ ընտրություններ մյուս տարի, հա, եւ մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի մյուս ընտրություններն էլ անցնեն թափանցիկ, առանց որևիցե լուրջ խնդիրների, քանի որ արտասահմանը, արևմուտքը, Միացյալ Նահանգների տարբեր դիտորդները, Եվրամիության տարբեր դիտորդները ուշադրությամբ հետևում են այն process-ներին, ընտրակ, որը որ կախված է եւ նախընտրական ինչ-որ ժամանակահատվածի հետ եւ ընտրությունների կոնկրետ հետ, իրենք շատ ուշադիր հետևում են այդ ամենի հետ եւ դա շատ մեծ նշանակություն ունի ապագայում Հայաստանի ժողովրդավարության զարգացման համար ընդհանրապես։ Արտաքին քաղաքական նշանակությունը, որը կլինի այս ընտրությունների, մենք ինչքան էլ խոսում ենք, որ Ռուսաստանը օրինակ հեռացել է այս տարածաշրջանից, որ ունի այն ուժեղ ազդեցությունը, որ ուներ տարիներ առաջ, պայմանավորված թե պատերազմով, թե նաև այն հանգամանքով, որ խաղաղությունը առանց իրեն է հնարավոր դառնում։ Բարբերաբար ինչ-որ հայտարարություններ են հնչում, երեք Զախարովան էր օրինակ խոսել, նշում, որ Հայաստանին բացահայտորեն խրախուսում են գնալ Մոլդովայի եւ Ուկրաինայի ճանապարհով։ Ինչ մտավախություններ ունի Ռուսաստանը, ընդհանրապես մեր տեղական ընդդիմությունն էլ անընդհատ խոսում է այս մասին, մենք Ուկրաինա չենք թողնի Հայաստանը դառնա, իշխանությունները Մոլդովայի ճանապարհով են գնում, այդ ինչ ճանապարհ է, որից մենք վախենում ենք։ Մենք չպետք է վախենանք այդ ճանապարհից առաջին հերթին Ռուսաստանն է վախենում եւ Ռուսաստանն է զգում, որ ինքը իր ազդեցությունը կորցնում է մեր երկրում, բայց ես հիմա չեմ կարող արձանագրեմ, որ Ռուսաստանը այնց շատ թույլ դիրքերի վրա է գտնվում Հայաստանում, մենք եկեք չմոռանանք, որ մեր տնտեսության 40%-ը կապված է Ռուսաստանի հետ մինչ օրս, ճիշտ է, այս վերջի 20-25 թվականը մի քիչ այդ նվազել է այդ ցուցանիշը, մի քիչ ասելով բավականին շատ 65%-ով նվազել է այդ առևտրային բանը, բայց մենք չենք զարգացնում մեր ուրիշ ուղղությունները, հա, մենք այդ դիվերսիֆիկացիա կոչեցյալը ցավոք սրտի չի գործում այն մասշտաբներով, որով որ անձամբ ես կկամենայի, հա, կամ Հայաստանի համար դա բարենպաստ կլիներ, որպեսզի մենք մեր տնտեսությունը կարողանանք պոկենք այդ ռուսական կախվածությունից։ Եվ այսօր Ռուսաստանը մինչ օրս ինքը կարող է լուրջ խնդիրների առաջ կանգնեցնի մեր տնտեսությունը եւ միակ հնարավորությունը, որպեսզի իրոք Ռուսաստանի ազդեցությունը պակասի Հայաստանում կամ ընդհանրապես նվազի, դա նաև որ մենք պետք է տնտեսական կապեր հաստատենք արևմուտքի հետ, ուրիշ երկրների, միգուցե ոչ միայն արևմուտքի հետ կապված, նույն Միացյալ Նահանգների, ասիական երկրների հետ, որպեսզի մենք հնարավորություն ստանանք ինչ-որ ինքնական որոշումներ ընդունենք շատ հարցերում տնտեսական եւ հնարավորություն ստանանք մեր
ապրանքները մեր արտադրանքը արտահանենք նաև ուրիշ երկրներ։ Այսօր ցավոք սրտի դա համարյա թե շատ մեծ տոկոսով դա Ռուսաստանն է։ Իսկ քաղաքական ազդեցությունը նվազել է Ռուսաստանի ձեր դիտարկմամբ։ Քաղաքական ազդեցությունը բնականաբար օգոստոսի 8-ից հետո դա մի օր էր, որից հետո Ռուսաստանի ազդեցությունը որոշակի փլուզում ապրեց։ Այսինքն Ռուսաստանը հասկացավ, որ Հայաստանն ու Ադրբեջանը առանց որևիցե Ռուսաստանի մասնակցության իրենք իրար մեջ կարողացան միգուցե դեռ ոչ 100%, բայց այն հիմքը դնել, որպեսզի խաղաղություն լինի ռեգիոնում եւ այդ ամենից վեր կանգնացեն Միացյալ Նահանգները եւ Դոնալդ Տրամպը, որից Վլադիմիր Պուտինը ինքը դա երևի միակ մարդն է, որի հետ Վլադիմիր Պուտինը հաշվի է նստում եւ միակ մարդն է, որ կարողանում է արևմուտքում համենայն դեպս որոշակի ճնշում գործադրել Վլադիմիր Պուտինի որոշումների վրա, որոշակի ճնշում։ Եվ երբ որ Մարիա Զախարովան խոսում էր, որ դուք կարող եք գնալ Ուկրաինայի ճանապարհով, դա սպառնալիքներ էր։ Ուղղակի Ուկրաինայի ճանապարհը ի՞նչ է նշանակում։ Դուք մեզ պատերազմով եք սպառնում։ Դուք սպառնում եք, որ դուք կմտնեք Հայաստան, հա, մինչև Հայաստան մտնելը որի երկրով եք մտնելու, Վրաստանն եք օկուպացնելու, թե Ադրբեջանով եք մտնելու։ Դա հարցեր են, որոնք որ ընդհանրապես մենք պետք է շատ լուրջ վերաբերվենք այդ ամենին։ Իսկ Մոլդովայի տարբերակը դուք ինչ-որ ընդհանրապես համեմատության բան էլ չկա։ Հայաստանը ունի այն խնդիրները, որը որ Մոլդովան չունի։ Այո։ Մոլդովան Եվրոմիության հետ ունի ուղղակի սահման։ Մենք այդ սահմանը չունենք։ Մենք նույնիսկ ցամաքային ճանապարհ այսօր չունենք դեպի Եվրոմիություն։ Եվ մինչև այդ քայլերին դիմելը, մինչև Եվրոմիության հետ արդեն կոնկրետ որոշումներ ընդունելը, մենք պետք է այդ բազան ստեղծենք, մենք պետք է թեկուզ այդ ցամաքային ճանապարհը ստեղծենք։ Մեր միակ ճանապարհը այսօր Վրաստանով է եւ ծովով է, դա բավականին ծանր եւ ոչ արդյունավետ լոգիստիկա է Հայաստանի համար, նույն ապրանքների արտահանման համար եւ այլն։ Դրա համար ես լիովին համաձայն եմ այն քաղաքականության հետ եւ սատարում եմ այն քաղաքականությունը, որը որ ներկայիս իշխանությունը կիրառում է հատկապես Թուրքիայի հետ սահմանը բացելու եւ Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու նպատակով, հա։ Ուրիշ հարց է, որ մենք տեսնում ենք, որ նույն Ադրբեջանը, նույն Իլհամ Ալիևը ինքը բազմաթիվ ինչ որ ոտնձգություններ է անում, բազմաթիվ ինչ որ արտահայտություններ է անում։ Դժվար է հասկանալ, թե դա ինքը իր ներքին ինչ որ ժողովրդի համար լսարանի համար է դա հնչեցնում, թե արտաքին ինչ-որ ազդակներ է տալիս, դժվար է հասկանալ, թե ինքը իրականում ինչ է ուզում, բայց ես կարծում եմ, որ այն քայլերը, որը որ Իլհամ Ալիևը արեց վերջի ժամանակահատվածում, ներառյալ օգոստոսի 8-ը, դա իր 100%-անոց կամքը չէր, ինքը ստիպված էր այդ քայլերին դիմել եւ իրան որոշ չափով Միացյալ Նահանգները կարծում եմ, որ ստիպել են այդ քայլին դիմել, որովհետեւ իր պատկերացումը մինչեւ օգոստոսի 8-ի փաստաթղթերի ստորագրումը լրիվ ուրիշ էր։ Ինքը խոսում էր Միջանցքի մասին, ինքը երազում էր նրա մասին Ռուսաստանի հետ ձեռձեռի տված, որ ՖՍԲ-ն պետք է տիրապետի այդ միջանցքը, իրանք էլ ոնց ուզեն գնան եւ այլն եւ այլն։ Հիմա մեր այսպես ասած ընդդիմությունը կրճվում է այն բառերից, որ դե պետք է ուրեմն մաքսային աշխատողի դեմք չտեսնեն, հա, ուրեմն ոնց անենք, հա, այդ ոնց է մեր տարածքով ուրեմն պետք է գնան, ես վերջերս կներեք եղել եմ Արաբական Էմիրատներում, ես ոչ մեկի դեմքը չեմ տեսել։ Ես մոտեցել եմ, մտել եմ մի հատ ինչ-որ սրահ, այդ սրահում ես իմ փաստաթղթերը տվել եմ, ինձ նկարել են, չգիտեմ ինչ են արել եւ անցել եմ։ Ես ոչ մի խնդիր չեմ ունեցել դրա հետ։ Ուրիշ հարցը, որ դա պետք է ինչ-որ տեխնիկական միջոցներ են միգուցե պետք, որպեսզի դա տեղադրվի։ Հիմա դա է մեր պայմանը։ Մենք ուրիշ հնարավորություն հիմա չունենք։ Կանցնի ժամանակ, ես համոզված եմ,
որ կանցնի ժամանակ Աստված դա այդ կարգավիճակով հələ սկսի աշխատել այդ ամենը, բայց կանցնի ժամանակ ադրբեջանցիները մեր մաքսային աշխատողների դեմքներներ կտեսնեն եւ կարգավիճակը կփոխվի եւ Ադրբեջանը արդեն լրիվ ուրիշ դիրքերում կլինի։ Մեր առաջնային նպատակը այսօր դա նաեւ որպեսզի մենք զարգացնենք մեր պետությունը, մեր տնտեսությունը, որը որ մեզ հնարավորություն կտա, որպեսզի մեր հետ հաշտվեն, որ մեր հետ հաշվի նստեն, ասենց ասեմ, որպեսզի մենք ռազմական տեսակետից զարգանանք, որպեսզի մենք ընկերներ ձեռք բերենք նույն արևմուտքում, որոնք որ մեր մեջքի հետևին կանգնած կլինեն, քանի որ մենք գտնվում ենք շատ ծանր ռեգիոնում, մենք ունենք շատ դժվար հարևաններ, եւ վաղը Հայաստանը երբ որ ես հուսով եմ մտնի Եվրոմիություն, Թուրքիան էլ չի կարող մտածել նրա մասին, որ սահման փակի Եվրոմիության երկրի հետ, քանի որ գործ կունենա արդեն ոչ թե Հայաստանի հետ, այլ ընդհանրապես անդամ բոլոր երկրները։ Այո, ինքը գործ կունենա հսկայական Եվրոմիության, հզոր Եվրոմիության հետ, եւ ինքը տենց քայլի արդեն երբեք չի դիմի։ Իսկ այսօր մեզ պետք է այդ ճանապարհը։ Ունեք արդյոք տպավորություն, քանի որ դուք ասացիք, որ Ալիևին այնքան էլ ձեռնտու չէր այս տարբերակ եւ ինչ որ չափով նրան ստիպել են, ունեք արդյոք տպավորություն, որ ինքը փոշմանել է այս պայմանավորվածությունների համար եւ հիմա վերջնական օրինակ ստորագրումը փաստաթղթի տարբեր պատրվակներով եւ փորձում է հետ գցել ժամանակ շահել, չգիտեմ, ինչ զարգացումներ են հնարավոր այս կոնտեքստում, եթե օրինակ Ալիևը փոշմանի վերջնական պայմանավորվածությունները։ Գիտեք, ինքը իմ կարծիքով դա իմ տենց կարծիքն է, իմ տպավորությունն է, որ ինքը հենց ամենասկզբից էլ փոշմանած է եղել, որ փոշմանած ասելով ինքը լրիվ ուրիշ կարծիք է ունեցել։ Այն ինչ որ տեղի ունեցավ, դա իր կամքով չէր։ Իրեն պարզապես Միացյալ Նահանգները, Դոնալդ Թրամփը կամ իր բնականաբար ուղարկած մարդիկ առաջարկ արեցին, որից որ ինքը չէր կարող հրաժարվել։ Ալիևը շատ լավ հասկանում է, որ ինքը բազմաթիվ խնդիրներ ունի, ժողովրդավարության հետ կապված, ընտրությունների հետ կապված, խոսքի ազատության հետ կապված, լրատվամիջոցների ազատության հետ կապված, այդ խնդիրները ոչ մեկ չի հանել։ Եվ Միացյալ Նահանգները այդ ամեն ինչը շատ լավ տեսնում են, ինչքան էլ Թրամփը Ալիևին չգովա, չասի, որ ինչ լավ տղա է, խփելով թևին եւ այլն, իրանք այդ ամեն ինչը տեսնում են, վերջի Թրամփը իր էքսցենտրիկ այդ ձևերով ինքը 3 տարի հետո կգնա եւ գալու են ուրիշ մարդիկ, որոնք որ կարող են արդեն Ալիևին չշոյեն, թևին չխփեն, այլ լրիվ ուրիշ վերաբերմունք լինի եւ Ալիևը այս հնարավորությունը ինքը հասկանում է, որ միակ տարբերակը իր արևմուտքի հետ մոտենալը, քանի որ Ռուսաստանը կիսաքանդված վիճակում է հիմա գտնվում եւ գնալով այդ ռուսական տիտանիկը ինքը խորասուզվելու է եւ վերջի կործանվելու է։ Իրանք դա գիտակցում են։ Եվ իրենք հասկանում են, որ պետք է կապեր հաստատել եւ ամենակարևորը Միացյալ Նահանգների հետ, Եվրոմիության հետ եւ այդ առաջարկը ինքը չէր կարա չընդուներ։ Եվ ինքը դա արեց ու բնականաբար այսօր, եթե ինքը գետ մի շանս ունենա հրաժարվել դրանից, գետ մի հնարավորություն ունենա շրջանցել այդ ստեղծված որոշումը կամ հնարավորությունները, ինքը դա կօգտագործի։ Մենք տեսնում ենք, որ ինքը հիմա Միջին ասիական, կենտրոնական Ասիայի պետությունների հետ մտավ դաշինքի մեջ, հա, թեպետ ինքը Ադրբեջանը կենտրոնական Ասիայում չի գտնվում, բայց ինքը մտավ, փորձում է ինչ-որ իրանց հետ ինչ-որ համագործակցություն, ինչ-որ կապեր, ինչ-որ լուրջ գործույթ ստեղծել եւ ինչի է դա ինքը անում։ Ինքը անում է դա նրա համար, որպեսզի ինչ-որ միգուցե դրվագներ ստեղծի, որտեղ որ ինքը կարող է այդ Թրամփի ճանապարհը շրջանցել կամ այն պայմանավորվածությունները շրջանցել, որոնք որ ընդունվեցին օգոստի 8-ին։ Դառնալով նորից մեր ներքաղաքական իրավիճակին, Զախարովան ասում է, որ Արևմուտքը դրամաշնորհների մանիպուլյացիաների միջոցով Հայաստանում ռուսաֆոբ տրամադրություններ է ձևավորում։ Ով է իրականում այդ տրամադրությունները ձևավորում Հայաստանում։ Այդ տրամադրությունները առաջին հերթին ձևավորել են հենց իրենք ռուսները։ Այն ժամանակ, երբ որ իրենք մեզ 20 թվականին ուղղակիորեն դավաճանեցին,
Այն ժամանակ, երբ որ մեր վրա հարձակվեցին Ադրբեջանի, արդեն Հայաստանի վրա, ոչ թե Արցախի, այլ Հայաստանի վրա հարձակվեցին ադրբեջանցիները եւ ռմբակոծում էին ջերմուկը եւ ռուսները ասում էին, որ մենք չգիտենք որտեղ են ձեր սահմանները։ Ջերմուկը սահմանին չի գտնվում։ Այն քաղաքին խորքում է գտնվում։ Սահմանազատված չէ։ Այո, հա, դուք ձեր մոտ սահմանազատված չեն, բան չեն։ Առաջին հենց այդ տրամադրությունները հենց իրանք են ստեղծել։ Մնացածը արդեն իրենք հիմա փորձում են ինչ-որ բարի դեմք ընդունելով, եկեք նստենք, մի սեղանի շուրջ խոսենք, ինչի մասին խոսենք, ինչ կարող դուք առաջարկեք։ Ոչ մի բան։ Ձեր երկիրը ագրեսոր երկիր է, որը որ հարձակվել է մի ուրիշ պետության վրա եւ ինքը ոչնչացնում է պարզապես բնակչությունը, քաղաքները մեկը մյուսի հետ։ Չի դադարեցնում, ռմբակոծում է դու ձեր պետության ղեկավարը ինքը Հաագայի հետաքննության մեջ է, հետախուզվում է եւ եթե մի օր ձեր այդ համակարգը փլուզվի, ձեր ղեկավարությունը, ձեր ռոպագանդիստները բոլորը դատի են տրվելու, ընդհանուր մինչև հենց Մարիա Զախարովան։ Իրանք բոլորը այդ շեմին կանգնած մարդիկ են, հանցագործություններ կատարած մարդիկ են, ինչի մասին մենք իրենց հետ պետք է խոսենք։ Մենք պետք է մեր ճանապարհով գնանք, մեր երկիրը կառուցենք, մեր ժողովրդավարությունը կառուցենք, քանի որ մեր համար ամենակարևորը դա ժողովրդավար երկիր լինելն է։ Միայն այդ պայմանով մեզ, այսպես ասեմ, արևմուտքը կընդունի։ Միայն այդ պայմանով մենք չունենք այն գազը, նավթը, որի շնորհիվ արևմուտքը ինչ որ աչքերը փակի ինչ որ բաների վրա, ոչ։ Մեզ կարող են ընդունել միայն իբրև հարազատ մարմին, իսկ այդ հարազատ մարմին դառնալու համար մենք պետք է լինենք ժողովրդավար երկիր առաջին հերթին։ Բայց ցավոք օրինակ Զախարովան միակը չէ, օրինակ երբ դրսից խոսում են մի բան, բայց երբ օրինակ մեր տեղական ընդդիմությունն է սորակարգը սպասարկում եւ այն ընդդիմությունը, որը թե խորհրդանում տեղ ունի, թե վաղաշաբաթում կարողացավ երկրորդ տեղը գրավել եւ եթե անկեղծ լինենք, սա է հիմնական ընդդիմությունը լինելու նաեւ 2026 ընտրություններին ընդառաջ եւ եթե իրադարձությունները այսպես զարգանան, օրինակ մենք էլի նորմալ ընդդիմություն խորհրդանում չենք ունենալու, որը կունենա արևմտյան գաղափարախոսություն, կլինի ժողովրդավարական, այլ անընդհատ լսելու ենք ռուսական շահի սպասարկումը, խորհրդանից լսելու ենք, որ մենք դավաճանեցինք Ռուսաստանին, դրա համար իրենք մեզնից ձեռք քաշեցին 20 թվականին, որ օրինակ արևմուտքի ճանապարհը լավը չէ, նոյեմբերի 9-ի տարբերակով գնանք, Թրամփի առաջարկածը լավը չէր։ Ինչ հնարավոր զարգացումներ են հնարավոր ու ինչպես փոխել է վերադասավորվածությունը։ Ես չգիտեմ ինչպես կոնկրետ կարելի է դա փոխել, բայց մի բան եմ շատ լավ հասկանում, որ այդ գործակալական համակարգը, եկեք ճիշտ անուններ տանք, հա, այդ գործակալական համակարգը, որը որ մտել է մեր պետության տարբեր ատյաններում եւ շատ լուրջ կերպով աշխատում է, ֆինանսավորվում է, այն թվում եւ արտասահմանից եւ կոնկրետ նշանակած մարդկանց կողմից։ Դրանք կարող են ազգությամբ հայերել լինել, բայց այդ համակարգը աշխատում է եւ ես շատ կուզենայի, որպեսզի մյուս խորհրդարանում իրենք ներկայություն չունենային, բայց մենք պետք է նաեւ հաշվի առնենք այն փաստը, որ այդ ուժերը իրենք մեծ հզորություններ ունեն ֆինանսական տեսակետից, իրենք հսկայական ռեսուրսներ ունեն, ոչ միայն ֆինանսական, նաև լրատվական միջոցներ ունեն, նաև նույն ռուսական ինչ-որ մեդիաների կողմից ինչ-որ սատարում ունեն անընդհատ, հա, եւ բնականաբար այդ ամեն ինչը ազդում է ժողովրդի վրա, քանի որ եթե անընդհատ ինչ-որ լայն զանգվածին, էլեկտորատին, տարբեր լրատվամիջոցներից հնչեցնում են, որ ինչ-որ մի փոքրիկ, ոնց որ ասում են, ճիշտ տվեցնում են, մեծ սուտի հետ խառնում են, ու այդ հրանցնում են, դա ապացուցված բան է, դա տեխնոլոգիաներ են, որոնք որ գործում են։ Հիբրիդային պատերազմի, մենք պետք է պատրաստ լինենք, եսի նկատի ունեմ մեր պետությունը առաջին հերթին, մեր ժողովուրդը պետք է պատրաստ լինի, որ աննախադեպ պրեսինգ է տեղի ունենալու այդ նախընտրական ժամանակահատվածում,
այդ ուժերի կողմից։ Իրենք գնալու են ամեն ինչին։ Ռուսաստանը երբեք չի ընդունի այն իրականությունը, որ Հայաստանը մեկ ընդմիշտ հեռանում է։ Ինքը իրանք հնարավորին, եթե Ռուսաստանը այսօր էլ հնարավորություն ունենար ռազմական միջոցով պարզապես հարցերը լուծելու, իրանք այդ քայլի էլ կդիմեին։ Մի վարքյան պետք չի դրա մեջ կասկածել։ Իշխանություն փոխելու հարցը նկատի Այո, իրենք կմտնեին ոնց որ պլանավորում էին անեին նույն Ուկրաինայում, իրենք կմտնեն Հայաստան ճանապարհին Վրաստանում, էլ ինչ որ չնայած Վրաստանում կարելի ասել, որ հենց իրենց ծրված նշանակված մարդիկ են գտնվում։ Հիմա այդ խնդիրը կարծես չկա։ Այնպես որ վրացիները, վրացական ղեկավարությունը հաճույքով կարող է դռները բացել, ասել, որ համեցեք, գնացեք, ձեր հարցերը լուծեք, մենք դրան պատրաստ պետք է լինենք։ Եվ պատրաստ պետք է լինենք նրան, որ մյուս խորհրդարանում իրանց ներկայությունը դարձյալ լինելու է ու ցավոք սրտի դարձյալ սկսելու են այդ քարկոծումները անիմաստ, որոնք որ ասենք կոնստրուկտիվ կառուցողական քննադատության հետ ոչ մի կապ չունեն, հա, յուրաքանչյուր խորհրդարանում, որպեսզի այդ խորհրդարանը հաջողությունների հասնի, որպեսզի այդ խորհրդարանը իրոք լավ օրենքներ, ճիշտ օրենքներ ընդունի ի զարգացում կոնկրետ պետությանը, այնտեղ պետք է անպայման գոյություն ունենա առողջ ընդդիմություն, որը որ ոչ թե իր աշխատատեղերը լքի ու թողի գնա աշխատավարձը ստանալով, հա, ու ինչ որ ակցիաներ անցկացնի, հեսա ժամանակ առ ժամանակ ինչ որ շատ էժանագույն, հա, այլ օրենքներ առաջարկի, այլ կառուցողական քննադատականներ հնչեցնի այն գործողությունների վրա, որը որ իշխող ուժն է անում։ Այդ ամենը ցավոք սրտի մեր խորհրդարանում չի եղել կամ շատ քիչ է եղել այս անցած ժամանակի ընթացքում։ Ես հույս եմ ուզում հայտնել, որ պարզապես ապագա խորհրդարանում ներկա կլինեն նաև ուրիշ ուժերը, ասենք նույն արևմտամետ ուժերը, որոնք որ կկարողանան մի երրորդ ինչ որ կարծիք արտահայտեն, որը որ ինչ որ քաշք ունենա իշխող ուժի համար, եւ այն որ այսօրվա քաղաքացիական պայմանագիրը 100% արդեն կարող է չմտածել նրա մասին, որ խորհրդարանը ինքը ուրեմն իշխանությունը կլինի Իրանը, ես այդպես չեմ կարծում։ Ես կարծում եմ, համոզված եմ, որ բազմաթիվ վտանգներ կան եւ մենք տեսնում ենք, որ այսպես ասած խորհրդարանական այդ ընդդիմության ներկայացուցիչները եւ իրենց հարող ուժերը, նորաստեղծ ուժերը, հա, իրենք հսկայական գումարներ են ծախսում եւ հրավիրում են լուրջ մասնագետների, որոնք որ բավականին ճիշտ ուղղություններ են ցույց տալիս եւ մենք տեսնում ենք, որ իրենք ամենայն դեպս հիմա նույն այդ Նարեկ Կարապետյանի, Սամվել Կարապետյանի այդ կուսակցությունը իրանց ձևով, բան, հա, մենք տեսնում ենք, որ իրենք մի ծպտուն չեն հանում Ռուսաստանի մասին։ Թեպետ իրանք Ռուսաստանից ուղարկած, Ռուսաստանից նշանակված, հա, Սամվել Կարապետյանը Պուտինի գրպաններից մեկն է, հա, բայց իրանք մեծ ծպտուն չեն հանում, ընդհակառակը։ Իրանք հարցազրույցներ են անում Միացյալ Նահանգների ուրեմն ինչ որ հայտնի լրագրողի հետ, որը որ Տրամպի Բայց Պուտինասեր լրագրողի այդպես են։ Պուտինասեր, բայց ինքը Տրամպասերն է, չէ՞։ Եվ իրանց խոսույթը կոնկրետ ուղղված էր ամերիկացիներին, ոչ թե մի երկրում քրիստոնեական քահանաներին բան են նետում, ու ոչ ման չի ասում թե ինչի համար։ Հա, չի ասում, որ այդ եկեղեցականները, այսպես ասած, եկեղեցականները ուզում էին հեղաշրջում անեն, այդ եկեղեցականները մարդկանց էին ուզում այրեն, գնդակահարեն, հա, ավտոբուսներ այրեն եւ այլն, դրա մասին ինքը մի ծպտուն չի անում։ Ինքը պարզապես ասում է, գիտեք ինչ, սրբազանին վերցրել են, նստացրել են։ Իմ հորեղբայրս ընդամենը 30 քանի վայրկյան բան ասեց, իրան տարան նստացրեցին, թե ով է այդ հորեղբայրը, ինչ անցյալ ունի, ինչ հարաբերություններ ունի Ռուսաստանի նախագահի հետ։ Դրա մասին ոչ մի խոսք չկա։ Իսկ ամերիկացին, որը որ տեղյակ չի այդ process-ներից, ինքը պարզապես նայում է իր մազերը բիզբիզ են կանգնում, ոնց թե առաջի քրիստոնեական երկիրը այտենց
այտենց ուրեմն հալածումները տեղի ունենում, դա ինչ խայտարակություն է։ Ու ես այդ ամեն ինչը նայել եմ, ես այդ ամեն ինչը մոնիտորինգ եմ արել եւ հասկացել եմ, որ իրանք շատ դիպուկ ու կոնկրետ իրենց նպատակին հասել էին։ Միգուցե դրա հետևանքներ, որ Դոնալդ Թրամփի որդին պետք է գար, ճիշտ է, ոչ մի օֆիցիալ լուրջ հայտարարություններ այդ թեմայով չկար, բայց այնուամենայնիվ խոսույթ կար դրա մասին, որ ինքը պետք է գար եւ ինքը հրաժարվեց միգուցե, դա մի քիչ ասում եմ կոնկրետ ինֆորմացիա չի, բայց ինքը հրաժարվեց եւ դա երևի թե կարծում եմ, որ դրա հետևանքներ, այսինքն իրանք նպատակին անցավ։ Այսինքն մենք պետք է պատրաստ լինենք նրան, որ իրենք բազմաթիվ ուրիշ քայլեր են նախապատրաստում եւ հանկիստ նստել եւ մտածել, որ դե մեր ժողովուրդն այնուամենայնիվ իրանք չեն գնալու ուրեմն քոչարյանականների կամ նախկիններին ինչ որ ընտրելու եւ այլն, քանի որ իրանք շատ լավ գիտակցում են թե ովքեր են հիները եւ այլն։ Ոչ, տենց չի, իրականությունը այլ է եւ իրականությունը կարող է փոխվել։ Այսինքն ձեր կարծիքով ամեն դեպքում երկրորդ տեղը Սամվել Կարապետյանի ուժը կլինի։ Ես չգիտեմ, թե Սամվել Կարապետյանի, գիտեք, Սամվել Կարապետյանի այդ մեր ձևով կուսակցությունը թե շարժում է։ Առայժմ շարժում է։ Իրենք ոչ մի անցյալ չունեն, այսինքն ոչ մի լակմուսային թուղթ չես կարող կիրառես եւ նայես, տեսնես, հա, անցյալ անգամ իրենք ինչ որ ընտրությունների մասնակցեցին, այսքան տոկոս գրավեցին, հա, եւ այլն։ Իրենց հանդեպ դա հնարավոր չի կիրառել։ Մենք մի բան ենք մենակ հասկանում, որ դա լրիվ մի հատ ինչ որ գաղտնի ինչ որ ինֆորմացիա է, որը որ մենք այսօր չենք տիրապետում, ոչ թե գաղտնի, այլ պարզապես փակ, որը որ մենք այսօր չենք կարող, մենք ասելով նկատի ունեմ վերլուծաբաններին, հա, ասենք քաղաքական մեկնաբաններին, մենք չենք կարող կոնկրետ գնահատականներ տալ, քանի որ կոնկրետ գնահատականները տալու համար տվյալներ են պետք, այդ տվյալները գոյություն չունեն։ Մենք ունենք ընդհանրապես ոմն մի անձ, որը որ առաջադրվել է, որը որ խոսում է, ինչ որ հարցազրույցներ է տալիս, քննադատականներ է հնչեցնում եւ ոչ ավել։ Մենք նույնիսկ չենք կարող գնահատել, թե ինչ որ ցույցերին ինչ զանգված են իրենք կարողանում հավաքել, քանի որ պարզ հասկանում ենք, որ այդ զանգվածը 90%-ով պարզապես գնված մարդիկ են։ Վճարված, գնված մարդիկ են, որոնք որ բերված, իրանք այդ ցույցերի ժամանակ մարդկանց լրագրողները մոտենում են, հարցնում են, թե ինչ եք այդտեղ գտնում, իրենք տեղյակ չեն։ Չեն հասկանում, թե իրենք հասկանում են, որ իրենց գումար են վճարել, ինչ որ շապիկներ են հագցրել, մասով կայացնում։ Հա, իրենք այնտեղ կանգնած են, իրենց ասում են ձեռները բարձրացրեք, իրանք բարձրացնում են, իջացրեք, իջացնում են այդքան բան։ Այսինքն այդ գնահատականներ տալու հնարավորությունը չկա։ Կարծում եմ, որ լուրջ ցուցանիշների, լուրջ մասնակցության երևի թե չկարողանան, եթե իրանք միայնակ գործեն, բայց իրանք միայնակ չեն։ Այո։ Իրանք ձեռի տված քոչայանական ուժերի հետ, նախկինների, փորձելով առայժմ հարկել կապը։ Հա, այդ բոլոր ուժերի հետ միասին, եթե իրանք համախմբվեն, իսկ իրանք համախմբված են, քանի որ իրենք նույն կենտրոնից ղեկավարվող ուժեր են, պարզապես տարբեր ինչ որ արկղներում տեղադրված, իրենք վերջի պահին ոնց որ Գյումրիում արեցին, իրանց պարզապես կմիացնեն իրար եւ իրենք ինչ-որ տեղեր կգրավեն։ Շնորհակալություն պարոն Առաքելյան, շատ հետաքրքիր զրույցի համար։ Հուսով ենք առաջիկայում, երբ նորից Երևանում լինեք, կհանդիպենք, կզրուցենք։ Շնորհակալություն։ Մեր հետևորդներին հիշեցնեմ, որ Civic AM-ի տաղավարում տնտեսագետ, քաղաքական վերլուծաբան Բագրատ Առաքելյանն էր, կհանդիպենք։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։